Մամաս ասավ ինքը լիզվանի կա, կեսրարիս։ Ես ոնց ես վեոտ ջան դու սրան տանը, կեսրարս էլ ասավ հաչանա, բայց կծանչ։ Կարևորն է տա, որ լավն է։ Այդան էլ ասավ, թե պապա իրոք ինքը շատ ակուրատնի աղջկա, բայց շատ իր ակուրատնությանը տեր դառնող ա։ Գիտեցեք, որ այդ ոստիլիր, նել ասավ ես մաքուր այդա ջան, ասավ հա։ Ասավ կարևորն է տա, ես մի հատ մաքուր հարց եմ ուզում ու վերջ։ Հենց ծիպիկ մաքրության ու ղոչաղության ու քաղցր լեզվի համար է Լիաննայի Նաթանից հարց բերին լոր ու տետորից անցել է ուղիղ 38 տարի, բայց Լիաննան մնացել է նույնը՝ մաքրասեր, աշխատասեր ու քաղցրալեզու։ Մարդուն այնքան ջանուղուր բան կանի, որ հոգին կհանի տնաշենը։ Տունը շողշողուն, սիրտը մեծ, իսկ ձեռքը ոսկի։ Մի խոսքով Լիաննայի նման հարց ամբողջ լորուտը ոչ տեսել է, ոչ էլ երևի կտեսնի։ Սկեսրայրը մինչև վերջին շունչը Կոկիկ Հարսի անունով էր երդվում։ Նրանից ետ չէր մնում սկեսուրը, որ գյուղով ու հարևան բնակավայրերով մեկ ծաղկացնում էր Հարսի անունը։ Ուրեմն, որ նոր հարս է եկել, ասավ մեր Արմենը գնմա Լավերդի Գուհարի հետ, գնա թթվի քոլարպի։ Գնացինք, նստեցինք, գնացինք, որ գնան բազայց թթվի քոլարն են բերեմ։ Գնացինք մչև ու շատ ցանկ ավտոն ճամփին խփանվեց, գնացինք տենք բազա փակվել ազիս։ Եկա տեղա կեսուսստի թթվի քոլարել տվել է ստար։ Ու այս նունուֆարը որ եկավ ստի սենց հավ, նունո ջան տեն մեսրիխ էս ինչ թթվի քոլարել բերել։ Ես էլ ոչ աղի խոսացի ոչ լանի, որ գնաց ասի այդ խիտը հենց ասիր, ասմա բադետով էր որ քեզ ասել էր հարսը բշայեց ոչ թթվի քոլարնի։ Այդ թաուր կնիկ էլ ազիս, լված կնին աներ ասեր դու տար սիրուն փռի ազիս։ Այն դու որ փռե շատ չգիտեն, ես եմ արել քյով այլ, արխեն տար փռի թողտենան որ անող էսել էլի։ Իմ կեսուզ որ չարեր, ես լավ կնիկ էր, բայց տանը նրա չարությունը մենք չնկատենք, բայց դրսում չարեր ինձ ասեին, այդ ոնց էս հետը Լիաննա յոլա գնում։ Ասեի աղ շինքը ոդքան էլ վատանգավոր կնիկ չէ որ տեղը նգնի, դուք ոնց եք նրան ուզում եսիմ։ Ու մի հատ թաս ունեմ, տեն ճաշը էփեր, Լիլիթ Սիրակիս կողքին նստասներ, այդ թասով մին ճաշը իմ երեխանսն ենքան լավ ապհել ասես։ Ասեր ազիս միրեխել ունեցի, ասի չէ, մինը քեզ մարեն բերել, մինը ամուսնու թմեն բերել։ Ինձ պետք է չպհեցեք այդ երեխանսն, ասեր հա։ Ես եմ համայրա կեսուրս էլ ասարը գնացել, բայց խղճան էր։ Ասեի դու երեխանցը բլորի, դասը որցու, ես գոմի գործա, ինչ որ պետք կնա այն էլ կանեմ։ Ասեր ի ցավը տանեմ, բա դու գնաս չարվես, ասեի ոչինչ չարվենք, բայց գիտենանք որ այս ամեն ինչը նորմալ ազիս։ Պետիկը Լիաննային լորուտում հանդիպեցինք մեր նախորդ նկարահանման ժամանակ ու հիացանք թե մենք, թե մեր հեռուստադիտողները։ Թեև կադրում շատ կարճ էր երևացել, բայց մեկնաբանություններում այնքան ջերմ ու գովեստի խոսքեր գրվեցին նրա մասին, որ որոշեցինք առանձին տեսանյութ պատրաստել։ Ինքն էլ խոստովանում է, հա ասելուց առաջ մի լավ հուզվել է, բայց չի ուզեցել մերժի։ Զանգել է քաղաքում ապրող աղջկան ու հարսին, նրանցից էլ դրական պատասխան ստացել ու անցել հացի ու նազուկի խմոր հունցելուն։ Երեք բան այդ նկարահան այդ տեհելենի ցանգում էին։ Ասի արդեն տեհել եք թե բաղա ոնց չենք տեհել։ Հա, Լիան չոջան էդ էլ հա, դերլասիակս բան չասել։ Երեք ասի լիլ վախում եմ ծանր եմ տանեմ, ասա մամա ծանր չտանես էլ։ Դե այնպես չի, որ շատ ծանր է տարել, մի քիչ անհանգստացել է, մարդիկ ինչ կասեն, ինչ կմտածեն, դե գյուղի կյանք է, տուն, փուր, հաց, իրարորյան, հավ, ճիվ, հաց թխելու օրով ամեն ինչ թափթփվում է, ասում է, բայց մենք էլ հակադարձում ենք, որ հենց սա է իրական երանելի կյանքը։ Քաղաքում ապրողները հաստատ կնախանձեն այս բնությանը, այս խաղաղ տանն ու այս ջերմությանը։ Այսպես զրուցում ենք, մինչ այդ Լիաննան ոնց ասում են խմորն է վրա ունցանում ու հիշում ողորմածիկ տատին։ Տատս ասեր թե եթե խմորը էս ծերն ագնամ մեր տատը, ուրեմն սա նորմալ խմոր է, մի հատ էլ էս ծերն ագնամ դրա դեմը խաղ չկա։ Հետո զարմացած հարցնում եմ, թե 3 հոգանոց ընտանիքի համար շատ չի մի հարսանիք հացի խմորը։ Այստեղ էլ բացատրում է, որ գյուղում այդպես է, մեծ փուր վառելու դեպքում առնվազն 2 ընտանիքի հաց է թխվում։ Այս աղջիկն է Թանեցիա, ես էլ եմ Թանեցիա ազիս։ Մեր բիզոնց աղջիկա, աստի հարս ենք բերել ցավը տանի։ 3 տղարի խաունի, ես էլ օգնում եմ, իրանք էլ որ տնեի սարքեցին, փուրը քանդեցին, հնարավոր չէ լավ։
Կսարքի էլ իր մարդը լավ տղայա ցավը, դա մեսա կսարքի, հա։ Առայժմ դու ես։ Առայժմ օգնում ենք։ Իրար հետ բութային կանամ ապրում ենք ցավը տանի մետա։ Այս մի 30-40 հացտի դուս կա։ Չէ, 50 հատ։ 50 հատ։ 50 հատ հաստիլ իլազ, գնդիլտենք 50 հատ Մի հաստիլ։ հրսանքի հատ։ Հա, մեկ էլ հրսանը քիչ ժողովուրդ ենք էլի ցավը տանեմ։ Հիմա մինչև գնդեմ, այս քանը պետք է վառվի։ Սրա ծակն էլ հիմի պետք է փագեմ, այս փռանցակը։ Ու որ էսը նորմալ թխիաս։ 37 տարի այս փուրը աշխատում ազիս։ Դու էլ հովացնում չես, ոնց։ Չէ, այնա թխմեմ, ցավը տանեմ, ասմա հացը տվողին ա տալի, բաժանողին ա տալի, թե չէ, այն որ մեմեն ասմա բաղտուղս, պետք ա տազ, որ իրանք էլ տան, տալիս ես որ կա, տուր էլ տուր, բաժանի էլ էտ հաց տուր, համել երեխեք զրլի վրայա, մուսինը զրլի վրայա, պտի ամեն ինչ նորմալ է, պտի նենցան ես, որ երեխիտ բատ բանասող չլի, երեխես բանը 66-ով ջուրնասնելիս, հենց անցել էր, ջուրը վարարել էր, տեքշել էր տարել ազիշ, 4 հատ մինուճարը մեջ, տես տարել էր ցավըտ տանեմ, ու ջուրը տարել մի քարիրա կանգնացրել, ու հրևանս եկավ, համ հրևանս ահմի, համ իմ տատիս, համ իմ հարսիս տատը, եկավ ասավլյանն ագիտեր սիրակի ջուր քշելը, ասի, Բարսիկ ես հացը բաժանում եմ իմ երեխի մազը պտի չծրվի, ասավ ճիշտ ես ասում ցավը տանեմ։ Ու տը հենց ազիս, պտի իրոք բաժանես, որ մազը չծրվի ցավը տանեմ։ Լիաննան ամբողջ սրտով հավատում է, որ բարությունն ու կամեցողությունը, սրտաբաց լինելն ու մի կտոր հացը կիսելու սովորությունը մարդուն Աստծո ու մարդկանց առաջ պարզ երեսով կանգնելու հնարավորություն է տալիս։ Ինքը հենց այդպիսին է, ջերմ, բարի ու սրտաբաց։ Ու այս մտքերի հետ էլ նորից անցնում է գործի, սկսում նազուկի խմորը հունցել։ Սա պարտադիր է երեխեքն ասիլտին, այն պուճուր թորս գիտես ինչ ասում ազիս, ասմա տատի նազուկի հոտա գալի։ Մթամարա էլի նազուկի հոտագալ։ Դե մարդ կա նազուկը վարդևորին են անը, բայց դե սմետան եմ գցել, կաթ եմ գցել, պիսոկ եմ գցել, վանելին, 3 հատ ձու, էտ աղա դրոժա, տենց գցում եմ ու անում ազիս ջան։ Լավն ալում շատ։ Ես այս ամեն ինչը հավեսով եմ անում, շատ։ Իր արած դրածից ամբողջ գյուղի բերանը բաց էր մնում, սկեսուրն էլ առիթը բաց չէր թողնում հարսին գովելու համար։ Մեկ պլպլան կացաներն էր գովում, մեկ ձեռքի շնորհքը, մեկ էլ մաքրությունն ու լվացքը։ Այդպես էլ միշտ մի լավ խոսք ու գովելու բան գտնում էր իր հարսի մասին։ 20 տարեկանը եմ եկել։ Հա։ Ու իմ կեսուրն էլ այնքան լավ կնի կայլիլ։ Ասեր բանը, ես ասեր ինչ որ ունես իմ դեմն ասա, հրևանը մին ներկուսը տիշինիլ բհելին ստա։ Ես էլ ասեի, ես դու գիտես որ ասեի իմ գործնել ենա որ առեր ես ասիլտել։ Всё։ Էլ արդեն, հա։ Հնես չի որ ես լարիվ գիտեցել եմ եկել եմ ու ստի ես իմ ամեն ինչը սովորել եմ։ Մի հատ լավ հրևան ունեի անամն ու ֆարա։ Հիվանդա, հմի կնի լյազ 8 հատ երեխա ուներ։ Այնքան ակուրատնի էր ցավը տանեմ, այնքան դաստիարակչականանի բաներ եմ սովորել, որ ոչ ասելու, ոչ պատմելու։ Շատ մաքուր կնիկ էր, ու երեխին նենց պահեր։ Ուրեմն դա հիվանդացել էր, բժիշկն եկել է իր տուն, եկել է տեղել շորերը հնեն ծալած, դրած ասելա, պահ ու երեխի շորը մի հատ թափած բան չկա։ Այս հրևանը շատ լավ աղջկա էր, դրան էլ եմ սովորել, կեսորիցս էլ եմ սովորել, ինձ լավ բաները ընդօրինակել եմ ասես։ Ամենքիցը մի լավ բան։ Դե ոչ մեկն էլ հետը չի ծնվում, բայց պետք է սովորես, ցավը տանեմ, պետք է տանը քու տան ամեն ինչը դրսամը պետք է թույլ չտաս քո ընտանիքի մասին մեկը ված զրիցանի։ Կեսրարս էլ մի հատ ակուրատնի ազիս, մի հատ ակուրատնի մարդայել ոչ ասելու էլ ոչ պատմելու։ Իսկականի շատ ակուրատնի ու ինձ հետ էլ
շատ մերված։ Այն որ օջախ ես մտնում, եթե սիրվում ես ազիս, քո ամեն թերությունը ծածկում են ցավը տանեմ։ Իրոք չի նկատվում, եթե սիրվում ես։ Իսկ եթե չես սիրվում, այն մի ամեն շարժու ձևիդ մաս կսեմ։ Հա, դու տղայիս տակից է դուրս արի։ Իհա չգիտեմ։ Լավ է դու հետ տենց բաներ չի։ Չէ ազիս, չէ։ Այդ հիմա վերին չես տալի, թե Չէ, միշտի դնեմ հետո տեմ բացանիլ հավեին տամ ազիս։ Հիմի որ ես դրանց տամ, պա, չես պատկերացնի թեստի ինչ կանեն։ Անդաստիրակ են, հա։ Ես էլ բեմ սիրուն մի հատ ծածկեմ ակուրատնի։ Մինչ Նազուկի խմորն էլ հացունանում է, փուրն արդեն համարյա պատրաստ է։ Պետք է հետևը կարմրի։ Հետևը պետք է կարմրի, որ լավ հաստղի ազիս ջան։ Նախ մի կադրը որ հանել եք, սաղ զանգել էին, ասի աղջի նորմալ է, ասма հա նորմալ է։ Ում ես հարցրել, ով այն ինչ ասել։ Այդ տալի աղջկանս տալը զանգել ասма, վայ Լյանչո ջան, վայ այն որ ասма արածըտից կոթնել կերա այդ նկարի մեջին, ամեն ինչն էլ չիմ նորմալ, ասում եմ Միանուշ ջան նորմալ էր, ասма հա նորմալ էր, ազիս սարխել։ Են ես գեղմը երեք բան որ անոն զանգեց ասի ազիս մինա ուսնա թխմփռնամա մինել ես ցավը տանեմ աս սաղ գեղմը թխող չկա ցավը տան մենակ մի հայնա տանջանքի պոչ բռնիլ դիմազիս Տանջանք է նաև ես մեծ փուրը վառել է ոնց Լիաննան է ասում մի էշաբեր փետը հազիվ է հերիքում բայց դե այսպես է առաջներում մեծ ընտանիքներով են ապրել մեծ փուրն էլ պարտադիր է եղել Եթե մեծ ալմ ասմա այն պեչկը որ բերին քաղաքից դուրս էին գցել ասի նարայեշը բարձած մեջն ամատնեմ սա մեր բանը չի տարեք ասի մեկ էլ ծմակի միջին ենք բերեք այդ ինչ մի պեչկներ էս քանի տարի ահա բերել են օգտագործում եմ ինչա որ շատ վառմա Սա է շեղճը սենց ծահմա, ես մտքևը կսրպեմ բան էդ բոցը կկուրչ կվարվի, որ ես հացը վերջասնեմ է, ստի շլանգը տնիլ տեմ բոլոր ջրով լվանալ, պրամս առաջ մի հատ պտի ակուրատ մի կեսր արսել ամեն թխելով գերաս, ազիս բան արա որ հանկարս տակը չվարես, սրպողն էլ ինքն էր, իրանց հողին ու ջրին մատա Շատ լավ մարդիկ են էլ այ մարդ։ Լիաննան օրհնում է սկեսուր սկեսրայդին ու ասում իրեն ոսկու նման են պահել։ Հիմա ինքն էլ աչքի լույսի պես է պահում ամեն բան, ինչ նրանց է հիշեցնում։ Հատկապես հացի ամբարը ամեն տարի ներկում, խնամում, մաքրում է, ասես տան սրբությունը լինի։ Ասում էր թխած հացն էլ մինչև 10 օր մնում է փափուկ ու համով։ Հա, եկել եմ տել էս ամբարը կազիս։ Մենք էս սրբի պես պահում ենք։ Ասեր կրաս կմեմ, սետեն մեմ, որ շատ աբանել է, կրաս կմեմ, չոտ կմեմ, որ սպիտակլի մաքուրել էլ։ Մեր ջավահիր տատի բաժինքնա, կեսուրիս կեսուր, ոչ թե կեսուր, այլ կեսրարիս տատի։ Ինչ կա մեջին, ցորեն ունենում եք, պահում եք, թե ալյուր ունեք։ Չէ, ստեղ հացն ենք պահում, հաց թխմեմ ու հացն ստիկ Կնեք, սայսես դասավորում եմ սիրուն հացը մեջին։ Հողանում թե չէ։ Հա, հացը մեջին դասավորում եմ աս։ Հարսս ասմա այտա որ մենք կրևան տունն ստեղծեցին, չէ սամբարն էլ տիմ տանել, ասում եմ որ դիտիս դնի նունե ջան, ասմա հա տանել տիմ։ Մինել արաղի պղինձը բանն ասում է դել տեմ տանել հետս, ասում եմ կտանես նունե ջան։ Այսպես շփշփում է խմորը գնդում, խոսում, պատմում էլի գնդում։ Հացի հետ կապված ինչ սովորույթ լսել է մեծերից հերթով հիշում է։ Գուցե մի մասը ճիշտ է, գուցե ոչ, բայց ինքն էլ մեծերից լսել է ու սրտում պահել։ Ասում է հացը միայն ուտելիք չէ, տան օրհնությունն է, սրբությունն է, դրա համար էլ հազար ու մի սովորություն կա հացի հետ կապված։ Ասում են 7 հատ հաց մչևը չհանես փռնից, պետք է հաց չկտրես։ Պետք է հացից միջևը 7 հատ դուրս չգա չկտրես։ Մեծերի ասած բան եմ ասում։ Դու պահում ես այդ աղանդույթը։ Հա, այս գնդից եթե խմորա թրջում, ընկնեմ գեդին, էդ էլ չի լավ նշան։ Հացը որ ընկնում ասում են տուն հյուր տիգալ, չէ՞։ Հացը որ ընկնում տուն հյուր ա գալի, բայց որ խմորից նա թրջում, լավ նշան չի։ Ինչ ա նշանակում։ Ես իմ ասում են մարդ հա մեռնեմ, ես մեծերի ասած ով եմ ասում։ Դե
որ օրինակ գունդը թրջի վերընկնի բան, ասում են դա լավ նշան չի։ Բայց հացը որ վերանգնում, ասում են տուն հյուր տիգալ։ Էսա վերջացնում ենք։ Ստի մեր կուհատել կբեիմ կշարեմ սրան կծածկենք։ Լիաննան ամեն ինչ այսպես վրազ է անում, ասում է ինքն էլ չգիտի ինչից է, բայց ջահել ժամանակներից է այս ճարպկությունը մնացել։ Մի քանի ամիս Երևանում էլ է աշխատել ու այնտեղ էլ զարմացել են իր արագաշարժությունից ու ձեռքի ճկունությունից։ 4 ամիս աշխատեցի, այդ աղջիկը լրվից 15 տարով մեծ է։ Մի լավ աղջիկ ունեինք, զանգել էր Լիլիթին, թե մորքուրը բեզարել։ Ասյով ես եմ բեզարել։ Աղջիկ ջան, ասի քեզ էլ ծավ ջուր կտանեմ կբերեմ, ինչ։ Հա, ես շատ դժար եմ բեզարել ցավոտ։ Բեզարիլ չունե։ Չէ, ես մեր ցեղը տա հենց է բեզարել չկա։ Գնացել էի շիճուկը բերեմ որ խոզեին տամ։ Ու սոտ տվի ոտը սկոտրեց։ Ոտը սկոտրեց ու գնաց բժշկի գիպսում տվին տես դեն վերջը։ Մի հատ էլ որ գնացի, մի հատ ընտի կնիկ կար, ասավ ազիս լալսի, գյուղի ես ասի հա, ասավ գնա տավարոկի, ու միներ բժիշկն ասավ պտի մանգաս որ բանանիս, ոտըտ բացվի, երակնի տաշխատի ոտըտ էլ բացվի, ու ես տհենց գնացել եմ սարը, ու տհե մանգալով իսկականից գոհ եմ, ես մանգալը մարդուն շատ առողջ արարա ցավը տան, ես տնիլ տե մամանը, ես էլ լպատքին այդ հեստիմանի ապոչան ես ծածկում ենք սխմում ենք որ սխմվածը լի բոշ չլի էլի որ հուրը դուշ չկա փռան հուրը դուշ չկա որ էսը թխի այդ հայաղնին թացարը որ լավ կարմրի ցավը տան Ինչ է սիրում, հացը։ Առաջինը գնաց, ոնց են ասում։ Այս է հենց։ Հացը գցում է թիի վրա ու այստեղ լսվում է ամուսնու Վահանի մեքենայի ազդանշանը։ Ինքը դեռ այն հեռվից է հասկանում, որ սիրելին եկավ, բայց ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կադրում երևալ չի ուզում ամուսինը։ Հա։ Բնավորությունը շատ լավն է Վահան։ Հետ կռիվ չեք անում։ Ինձ մի հատ այս ինձ մատով կպած չկա։ Ես 37 տարի է ես ստեմն ինձ մատով կպած չկա։ Արի Վահան ջան, զոքանչդ քեզ շատ է սիրում, ասում է Լիաննան ու էլի համոզում ամուսնուն կադրում երևալ։ Դա ո՞րդ ես ուզում երևազոս թավ լավ տեղնել ուզում չես ան մահանա սարա։ Դա վատ բանա, ոչ էլ վատ բանա։ Օй, ես ինչ փուչ-փուչացել է վար։ Հա, ցավը տոնի մենել ոնց։ Ով ախմորն արել է, որ փուչ-փուչ չէ։ Բուրնովա սարքել որ տենավ։ Տենեն ծլմա որ մի հենց մի ես հադաղ գնաց օլի այդ քերուս հարսիմա բերկու հատ հաց։ Դամանա գիտի որ ես հաց եմ թխում, ասում եմ տարեք որանուս սիրմա։ Վերնուս սիրմա։ Բանի թորները ստիչլեին իրանք էլ էս տակ հացից ուտեին։ Ոնց է սիրում յուղով, պարով, Պաներով։ Գիտես ոնց տենանի լեսա քեզ մա պտի տենցանեմ ու պտի ուտես։ Այդ ոնց է։ Հացը կտրում են, պանիրը միջին դնում, մի հատ էլ դնում են սե մեջին հալվը մալրիվ ու ուտում են։ Այդ տենց են քանան տիրալը մազիս։ Ես չգիտեմ թե լավ ենք թխում թե վատ ազիս։ Խոստովանում եմ, ես տնական կատնամթերք այդքան էլ չեմ սիրում, ներողություն եմ խնդրում ու արդեն շտապում ենք վերադառնալ։ Միաժամանակ անչափ գնահատելով նրա հյուրասիրությունն ու ջերմ վերաբերմունքը։ Չէ որ ամեն մեկը չէ որ այսպես սիրով դուռը կբացի ու մարդուն իր տան անդամի պես կընդունի, բայց Լիաննան այդպիսին է, ինքը իր բնության նման է, պարզ, մաքուր ու ջերմ։
Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։